Նրա խոսքը դիպուկ էր, բառերն ընտրված։ 1924 թվականի հունվարի 24-ին է ծնվել հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը։ Նա ծնվել է Արարատի շրջանի Չանաղջի, ներկայիս Զանգակատուն գյուղում։ Պարույր Սևակն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահացել է։ Նա դարձել է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է 5 տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսել է հաճախել դպրոց։ Սակայն սկզբում, քանի որ տարիքը դեռ թույլ չէր տալիս դպրոց գնալ օրինական, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Գերազանց առաջադիմության շնորհիվ նրա ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում եւ շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ 11 տարեկանում առաջին անգամ իր փորձերն էր անում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժին։ Նա եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ Սովետական գրականություն ամսագրում Պարույր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա 3 բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչանք նրա սիրո, կարոտի, մայրական եւ հայրենասիրական երգերի համար։ 1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով անց է կացնում կյանքի հետագա 4 տարիները։ 1970 թվականին Պարույր Սևակը ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում։ 1963-ից մինչև 1971 թվականներ աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։ Իսկ 1966 թվականից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին, ըստ պաշտոնական վարկածի ավտովթարից։ Թաղված է իր հայրենի գյուղում։